Ներքին հեղափոխությունը ընտրություն է։ Դու կարող ես շարունակել ապրել ինչպես երեկ, սպասելով, որ մի օր ինչ-որ մեկը կփոխի ամեն ինչ, բայց ես հիմա ասում եմ, դու ես այդ մարդը, ով կարող է փոխել ամեն ինչ, երբ ընդունում ես պատասխանատվություն, երբ սկսում ես ասել ճշմարտությունը, երբ մերժում ես ստի լեզուն նույնիսկ փոքր մանրուքներում։ Ներքին հեղափոխությունը վարակիչ է, երբ մեկը ազնիվ է, մյուսը լռում է իր կեղծիքի մեջ, երբ մեկը խոստովանում է սխալը, մյուսը հիշում է, որ ինքն էլ է մարդ, երբ մեկը ներում է, մի ամբողջ ազգ սկսում է բուժվել։ Դու չես ստիպում մյուսին փոխվել, դու ես լինում, իսկ ճշմարտացիությունը խոսում է առանց ճիչի, դա ամենաուժեղ հեղափոխությունն է, երբ քո լռությունն ավելի բարձր է, քան նրանց ճառերը։ Ես չեմ ասում գիտեմ ճանապարհը, ես ասում եմ գիտեմ մի բան, որը չի խաբում, ազնվությունը։ Եվ եթե դրանով սկսենք, կառուցում ենք մի Հայաստան, մի աշխարհ, որտեղ վախը չունի տեղ, որտեղ մարդը մարդ է, ոչ թե գործիք, թիրախ կամ ամբոխ։ Ուստի ես ասում եմ, ոչ թե գիրկդ բացիր հեղափոխությանը, այլ բացիր ինքդ քեզ, քո իսկ ճշմարտությանը, այստեղից է սկսվում նոր քաղաքակրթությունը։ Սա իմ ուղերձն է, իմ կոչը, ոչ թե իշխանության, այլ ազատության կոչ։ Քեզ հետ եմ, եթե որոշես սկսել, քեզ չեմ ստի, բայց կմնամ քո կողքին։ Դու պատրաստ ես սկսել ներքին հեղափոխությունը ազնվության միջոցով։ Միացիր վիրտուալ խորհրդարանին։ Շնորհակալություն։